Այսօր կարծես թե քաղաքականից իրավականի եւ հակառակը թարգմանելու անհրաժեշտություն կա, հարգելի գործընկերներ, որ նայեք, կաշառակեր սրիկան, դա քաղաքական գնահատական է, որովհետեւ, այո, քաղաքական գնահատական է, որովհետեւ դա անձը դատապարտում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, այն դատապարտում է կամ կաշառ ստանալու, կամ կաշառ տալու, կամ կաշառքի միջնորդության համար։ Չեն դատապարտում, դատական ակտի մեջ չի գրվում, որ այս մարդուն հռչակում են կաշառակեր։ Կաշառակերը քաղաքական նեգատիվ կոնոտացիա ունեցող արտահայտություն է, եւ այո, դատապարտել եւ ցանկացած կաշառակեր սրիկա պետք է դատապարտվի։ Ինձ թվում է այստեղ առնվազն պետք է կոնսենսուս ունենանք։ Պարոն Չարչյանը այլևս չի զբաղեցնում ազգային ժողովի պատգամավորի գործառույթ, նա հանդես է գալիս որպես մասնավոր անձ, ես նաև բոլորի խորհուրդ պետք է տամ չանդրադառնալ մասնավոր անձանց, որոնց անձնական կյանքը ավելի մեծ պաշտպանություն ունի, քան հանրային տիրույթում գտնվող անձանց, բայց այդուհանդերձ կարծես թե պարոն Մինասյան, եթե չեմ սխալվում, Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքն, որը վարույթ չի ընդունել, հետեւաբար ակտը գտնվում է օրինական ուժի մեջ, այս կանով առանց որևէ մեկնաբանության կթողեմ այս հատվածը, բայց ճիշտ ասած ինձ զարմացնում է այս քննարկումը, որովհետև կարծես թե խոսքը գնում էր ճգնաժամի մասին, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունում, բայց երբ որ մենք քննարկում էինք մեր ընդդիմադիր գործընկերների հետ հայտարարության նախագիծը, մի պարզ հարց բարձրացվեց։ Տեսեք, մեզ մոտ կառավարությանը անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է ներկայացնել նոր վարչապետի թեկնածու։ Դասական խորհրդարանական կառավարման ցանկացած երկրում դա լինում է ընդդիմության առաջնորդը կամ միասնական առաջնորդը։ Մենք դեռ չհասկացանք ում է պատրաստում եւ ում է դիտարկում ընդդիմությունը որպես միասնական առաջնորդ, որտեվ տեսեք Դավիթ Համբարձումյանը անունը տվել է պարոն Մամիջանյանը հանուն ճշմարտության, բայց հետո հարցին թե սա նշանակում է արդյոք, որ Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմ խմբակցությունը ունեն մեկ միասնական առաջնորդ եւ այլևս այլ մարդկանց անուններ չի շոշափելու, ասացին չէ, սա այդքան էլ տեն չի, որտեղ մեր առաջնորդները շարունակում են մնալ։ Սա խնդիր է, որովհետեւ չի կարելի իշխանությունը պարզապես ուզել, հանձնել, բայց ում չհասկանակում ու չհասկանաք թե ինչու։ Ինձ թվում է ընդդիմությունը եւս պետք է կողմնորոշվի ընդդիմության առաջնորդի հարցում նոր գա եւ շարունակի քննարկումները։ Շնորհակալություն։